Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շնորհակալություն բոլորիդ, որ այստեղ եք, հյուրերին Երևանից եւ գյումրեցիներին եւ մեր ավականո անդամության տեխնացուներին եւ ոչ միայն Երևանից, Արարատի մարզից, Արմավիրից, Վանաձորից, կներեք, եթե բոլորը չթվարկեցի Տավուշից, Հայաստանի Հանրապետություն, Սփյուռքից էլ մարդիկ ունենք այստեղ։ Պարոն Բաբաջանյան ասաց, մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի մենք ամեն ինչ չենք արել, որպեսզի հաղթենք այս ընտրություններում, մեր չարածը ուրիշներն են անում, որպեսզի իրենք հաղթեն, խոսքը Փող չենք բաժանել։ Փող չենք բաժանել, հա։ Մեկը TikTok-ում կարողություն չենք անում։ Այդ կարողությունը մենք չունենք, փողի մասին չէ խոսքը, եւ մեր ջանքերը եղել են բարեխիղճ, ու գոնե մենք խոստացել ենք, որ ընտրապայքարը Քարոզարշավը պիտի վարենք քաղաքավարի, միշտ համարելու ենք, որ երեխաները դեռ քնած չեն, մենք գոտկատեղից ցած հարվածներ չենք հասցրել, ես որպես բազմիցս զրպարտված մարդ ունեմ ահագին լուրջ իմունիտետ, տեղի ունեցավ նաև այն, ինչ մեր մտքով չէր անցնում, այս օրերին մենք զրպարտվեցինք 1 վարչապետի կողմից, 2 ազգային ժողովի պատգամավորի կողմից, 1 ազգային ժողովի նախագահ, 1 փոխնախարարի կողմից եւ 1 Գյումրու ավականո անդամության տեխնացուի կողմից։ Ուղղակի մենք զրպարտվել ենք։ Չգիտեմ ինչու այդպես վարվեցին։ Կհասկանան երբևէ, որ դա անարդար է եւ դա ընտրապայքարի մեթոդ չէ, մանավանդ անարդյունավետ է եւ իրենց էսա վնաս տալիս, բայց եղած է Այն մարդու խոսքերը վերաձևակերպելով պիտի ասեմ, որ մենք չենք մոռանալու ոչ միայն թշնամիների խոսքերը, այլև բարեկամների լռությունը։ Շատ ուշադիր ենք լինելու։ Ես թեպետ հիշաչար չեմ, բայց ահագին բան շատ լավ հիշում եմ։ Ես հիշում եմ, որ երբ ասում էի, որ Սերժիկ Սարգսյանին մնաց 8 ամիս 4 օր 3 ժամ բան, ահագին մարդ քմծիծաղում էր, ծաղրում էին, ասում են կիժ է, ինչքան կարելի է, էլի։ Ես չգտա մեկին, որ հավատար, որ ես լուրջ եմ խոսում։ Ազնիվ խոսք։ Տեսակին չեղավ։ Բանը, երբ ասում էի, որ կալա հեռուստաընկերությունը չեն կարողանալու փակել Գյումրիում, ահագին մարդ չէր հավատում։ Երևանից ուղարկված հարկայինի տեսուչները քմծիծաղով, բանով ասում էին նկարեք այդ թվերը, ինչ թիվ ուզում եք նկարեք, ժողովուրդը հավաքելու է եւ փակի։ Նկարեցին, գնացին, ժողովուրդը հավաքեց եւ փակեց, եւ այդ հեռուստաընկերությունը չի եթերազրկվեց, որին մասնակցում էր մեր այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, փորձելով հեռուստաաշտարակը ազատել Գալայի հեռարձակման անտենայից։ Ըստ երևույթին ինքը մոռացել է, ես միշտ եմ սա հիշեցնում, եւ այսօր եթե չգա բանավեճի, հարցեր իրեն հեռակա եմ հղելու, սա մարտահրավեր է, գուցե կլսի կգա, լավ կլինի գա, դեմերս խոսենք։ Ուրեմն մեզ հարցնում են ինչու եք առաջադրվել, էլի ինչն է բանը, վիրավորանքը ժողովուրդ, ուրիշ խոշոր հաշվով 1 բառով եթե ասեմ, դա այն անպատվությունն է, որի մեջ մենք ապրել ենք տարիներ շարունակ, առաջին անգամ չէ, որ ես առաջադրվել եմ, էլի մեր ընկերներից մի քանիսը կան, այն անպատվությունն է, թե ինչպես կարելի է հասարակ բաները չանել, մեծ խոսել, թե քաղաքների քաղաքը, էսը, այնը եւ այլն։ Եթե մենք տեսնեինք բարեխիղճ ջանքեր քաղաքի խնդիրները լուծելու համար, բոլորովին կարիքը չէր լինելու, որպեսզի մենք առաջադրվեինք։ Ցավոք մենք տեսել ենք խոստումներ, սինխոստումներ, տրժված խոստումներ, այդ էլ հələ մի կողմ, մենք չենք տեսել այդ ամենի համար մեղայական ներողություն, ափսոսանք, կներեք, փորձեցինք, չստացվեց, այս էր պատճառը, որ չստացվեց, այն էր պատճառը, որ չստացվեց, չեմ ուզում օրինակներ բերել, տեղացիները շատ լավ գիտեն, թե խոսքը ինչ հասարակ խնդիրների մասին է, որոնք կարող էին լուծված լինել։ Այո, դա մեզ ստիպել է թևերս քշել, գնալ փորձել անել այն, ինչ որ չի արվել տասնամյակներ շարունակ, եւ անելու ենք իհարկե։ Արժե համակարգային կոնֆլիկտը, այս մենք Երևանից
Այդ որ մինչև այդ խոսքի մեջ, բառուբանի մեջ, պորոտախոսության մեջ, ճորթախոսության մեջ, քյարթախոսության մեջ ինչ ասեք լսել ենք, այդ էլ ոչինչ, հա, բայց երեկվա եղած չեղածը եւ այսօրվա տարածված լուրերը, հա, սրանք մեզ դժբախտաբար ինձ համոզում են, որ իշխանությունը, որ պիտի անցած 6-7 տարիներին պետական իշխանությունը արժեքային հեղափոխություն աներ կամ արմատական փոփոխություն աներ, որ որևէ մեկի մտքով նման բան չանցներ, չփորձեին բարձրաձայն ինչ-որ մեկին համոզել, թե հələ բերեք այս մեթոդը գործարկենք, այն հին քրեական մեթոդների մասին է խոսքը, մարդիկ լկտիությամբ ու ցինիզմով որոշել են, որ ինչ է պատահել, որ կանենք, հա, այսինքն այն արմատական տեղաշարժը ինչ ակնկալում էինք, տեղի չի ունեցել, բարդ է, ես հասկանում եմ, որ դա միանգամից կարող էր տեղի չունենալ, բայց ես գործող իշխանության պատասխանատվության զգացումն էլ չեմ նկատում դրա հետ կապված։ Իր բոլոր ծախողումներից հետո ասել են եւ ասելու են, որ սա ժողովրդավարություն է։ Ոչ, եթե դու արժեքային հեղափոխություն չես անում, երկիրը հարստահարածներին իրական պատասխանատվության չես ենթարկում, մարդկային մտածողությունը հանրային ընկալումները չեն էլ փոխվելու։ Սա այնքան հասարակ է եւ ես ինքս ճիշտ ասած այս իշխանության իշխանավորների հետ այլևս այս թեմայով խոսելիք չունեմ։ Սա իմ անձնական դիրքորոշումը։ Հանուն հայրենիքի ցանկացած մեկի հետ կխոսեմ։ Ամենազարուրելի թշնամու հետ, ինձ զրպարտած մարդկանց հետ, անպատված մարդկանց հետ կխոսեմ, էլի, հա, բայց արդեն կամավոր իմ կողմից չեմ նախաձեռնի որևէ զրույց այն մարդկանց հետ, ովքեր այս ամբողջը արեցին, ծախողեցին ու վերջին օրերին որոշեցին մեզ թափով անպատվել եւ զրպարտել առանց մեղակալու։ Ընդհանրացրեցին անվանական նշելով, որ բոլոր նրանք, ովքեր առաջադրվել են բացառությամբ իրենց տեխնացուից, ելել են ոտքի ապօրինի գույքը փրկելու համար, միավորվելու համար կոալիցիայով ընդդեմ ուրեմն իրենց տեխնացուին եւ մեր տեխնացուներից այդտեղ 15-20 հոգու ես տեսնում եմ, ուզում եմ հարցնել որտեղից էր ապօրինի գույքը, Տիկին Մովսյան, պարոն Ղազարյան, խնդրեմ արտահայտվեք ով ունի ապօրինի գույք, արդյոք ձեզ դատախազությունը անհանգստացրել է ասելով, թե մենք քննում ենք ձեր ապօրինի գույքը, շատ ամոթալի է վարչապետի բերանից լսել այդ խոսքերը, թե մնացած բոլորը ապօրինի գույքի փրկության համար են ելել պայքարի, որևէ մեկը չի կարող պատմել, թե քարոզարշավի առաջին օրը կամ մեկ օր առաջ վարչապետը տեղյակ չէր, թե ովքեր են առաջադրված էինք, ոչ թե հավակնորդ էինք, իրենք արդեն առաջադրվելուց հետո գիտեին իրենք շատ լավ գիտեին, ուղղակի քարոզարշավը դեռ չէր սկսվել, մեկ-երկու օր առաջ էր դրանից, հա, այն մյուսների ավելի ուրեմն այն մյուս 4 հոգու ռեպլիկները չեմ ուզում մեջ բերել, մոտավորապես այս կարգի հայտարարությունները, գուցե միամիտ էին, գուցե մտածեցին, որ դրանով կարող են իրենց օգտին քվեներ հավաքել, այկիդոյի դասերից փախել էին ըստ երևույթին։ Հա, դաշինքի հետ կապված։ Ես շատ կուզեմ, որ այս դաշինքը պահպանվի հետագա հնարավոր ընտրություններում, չեն բացառվում խոսքը մեր մեջ Վանաձորում արտահերթ ընտրություններ, մինչև ազգային ժողովի հերթական ընտրությունները եւ էլի չեն բացառվում ուրիշ համայնքներում ընտրություններ, տեսնենք ինչպես կլինի։ Գոնե ես խոստանում եմ տեղական ինքնակառավարման մասով իմ կարողությունները ներդնել այս դաշինքի անդամ կուսակցությունների որևէ նախընտրական ծրագրի, հայեցակարգային մոտեցումների, լրամշակման գործում։ Եվ վերջում թույլ տվեք խոսել երեկվա տեղի ունեցած կարևոր իրադարձության մասին, Կոլոմբոսին գիտեք, չէ՞, հա։ Այս մարդը 15 տարի տրնետուր ընկած համոզում էր, որ երկիրը այնուամենայնիվ կլոր է, եթե իրեն կարողանան դրամաշնորհ տալ գրանտ։ Լեննականյան Գյումրու վերսեն չէի լսել։ Դե դրամաշնորհ է եղել։ Իզաբելա Թակուին կասկածները տարբեր են իհարկե, հա։ Այո, այդ անպիտան ճենովացին 15 տարի համոզում էր, որ երկիրը, գիտեք ինչի է նման ժողովուրդ, որ մենք բավական մեծ լրջությամբ սկսենք համարել, որ երկիրը տապակ, հայտարարել, որ տապակ է երկիրը հիմա, էլի, հա, կամ տվեք մեզ մի տիեզերանավ, գնանք Սատուրնից ոսկի ներբերենք ստեղ, մեզ ասելու են, այ մարդ, քշեք գնան, էլի դրանք Տրանտեմից, հա, գժի բան էին, տեղ էին տնում արդեն,
դրել էին արդեն, մնացել էր որ վառեին, վերջը մեկը ասեց այ մարդ տվեք է դիրեք նավը թող գնա կամ կգա կամ չի կգա կպրծնենք էլի դրանից, հա։ Մի խոսքով, այսինքն արտասովորը դեռ սխալ չէ, էլի ես համարում եմ, որ երեկվա օրը պատմական օր է, դրա նշանակությունը իհարկե առայժմ չի ընկալվում այն խորությամբ, ինչ խորությամբ հետո լինելու են, պարոն Սարգսյանը սկզբում նշեց խորհրդանշական իմաստով, որ իսկապես Զեյնալյանի սխրանքը, որպես այս ամբողջի թղթաբանության իրավական չարչարանքների գագաթ, հիշվելու է շատ երկար, գալու է ժամանակ, որ իսկապես ասեն, այո, դա սկսել են այս մարդիկ, շատերը լուրջ չէին վերաբերվում, շատերը ծաղրում էին, ինչ ասեք լսել ենք, պարոն Պարսեղյան, այդ բանը ինչ էր, գեյ պարատ թույլ տալու եք, որ տեղի ունենա 30 հատ հարց եմ ստացել, վերջը ճարս կտրած ասացի, եթե շատ հետաքրքրված եք, հիմա արդեն դիմեք բանը, ինչ է անունը, քաղաքապետին, ինչ է, զանգվածային միջոցառման կազմակերպման, դե իրավական ընթացակարգերը դրանք են, ու այդ ամբողջ ընթացքում, հա, եթե ուզում եք մտահոգեք, բանտակապ չունի, Հայաստանը Եվրամիության անդամ է արդեն, թե ոչ, որովհետև գործող օրենքները արտոնում են զանգվածային միջոցառումներ կազմակերպել, կազմակերպողը պատասխանատու է իր միջոցառման բովանդակության, վարքի, պարքի, նիստուկացի համար, բարոյական եւ իրավական տեսանկյունից եւ այլն, այսինքն այդ տեսակ մանիպուլյատիվ մեկնաբանություններ, էլ չեմ ասում բոտեր, մոտեր, որոնք նստած զբաղվում էին այդ բաներով, մեր այս նախաձեռնության պարսավանքով, նկատի ունեմ Եվրաքվեն եւ Եվրամիության անդամակցության նախաձեռնությունը Ինձ շատ են հարցնում այս օրերին, թե այգուց, թե մի շաբաթից, պարոն Պարսեղյան, փորձում են ծաղրել, մարդկա չի հասկանում, մարդկա չգիտե իսկապես, մեղադրելի չէ, էլի։ Իմ բացատրությունը շատ հասարակ է եւ մնում է նույնը։ Եթե Հայաստանն ունի ավելի որակյալ ստանդարտի կյանքի, ավելի երջանիկ քաղաքացի ունենալու այլ քաղաքակրթական օրինակ, որին կարող է միտել, հարել գնալ այդ ուղղությամբ, ինչու պիտի չգնանք այդ ուղղությամբ, մենք չգիտենք, Հայաստանը երբ կդառնա Եվրամիության ստանդարտներին համապատասխան, Եվրամիությունը ինչպիսին կլինի, այսինքն սա ոչ միայն այժմյան ստանդարտներին մոտենալու շարժում է, այլև այդ ստանդարտների աճի հետևից հասնելու եւ մի բան էլ ավելին հասնելու շարժում է, տարրական բան, որ ճանապարհային նշաններից են կապույտները, որոնք հետիոտնի անցն են ցույց տալիս, պիտի ունենան տեղին եզրագից տարական բան է, սա կյանքեր է փրկում, Գյումրիում 4 հատ ունենք դրանից առայժմ, հասարակ հարց է, մնացած բոլոր դեպքերում այդ նշանը լուծվում է երկնքի ֆոնին, հիմա արի մարդկանց բացատրի, որ դու մի ասա, դա բարձր քաղաքակրթական ստանդարտ է եղած վիճակով, հա, եւ այլն, հա, այս իմաստով ես համարում եմ, որ Հայաստանի իշխանությունները, այս եւ հաջորդ բոլոր իշխանությունները պիտի ջանքեր ներդնեն, որպեսզի այդ ուղենիշը մնա թիրախ եւ Հայաստանը զարգանա բարձր ստանդարտների ապահովման ուղղությամբ։ Այնպես որ դա կարող է տևել 10 տարի, 15 տարի, դա կախված է իշխանությունների վարքի եւ գործունեության որակից։ Հասկանալի է, որ կարծես թե հենց այս նախաձեռնությունն է դատապարտված երեկվա օրենքը սպասարկող այլ օրենքների նախագծեր մշակելու եւ ենթաօրենսդրական ակտերի մշակման բեռը քաշելու իսկապես ես չեմ հավատում որ այս իշխանությունը ազգային ժողովի այդ խմբակցությունը հանձնաժողովը կառավարությունը փոխվարչապետներից այն մեկը որը զբաղվում է եվրոինտեգրման հարցերով իր գրասենյակը բավարար կարողություն ունի դա անելու առանց ուրեմն նվաստացնելու իրեն չարչարանքը եւ բավարար ցանկություն ունի դա անելու ուրեմն եկուս մյուս օր բանը անընդհատ լավ իմաստով հրմշտելու ենք հետևներից թե երրորդ փոխվարչապետի պաշտոնը ինչ եղավ երրորդ փոխվարչապետի գրասենյակը միայն եվրոինտեգրման հարցերով զբաղվող կամ անդամակցության անվանումից բռնած շատ կարևոր է եվրոինտեգրում շատ ընդարձակ է եւ հիմա էլ են ասում որ մենք եվրոինտեգրվում ենք էլ ինչ է ուզածներդ հա եւ իհարկե գուցե նախարարություն մնացած բաները որոնցից ես շատ չեմ հասկանում իհարկե հասկանում եմ եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի ավանդույթների կարգերի եւ իրավանորմերի տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի Հայաստանում ներդնելու հնարավոր մեխանիզմներից այդտեղ ես իմ ջանքը կներդնեմ իհարկե
Հա, բայց մնացածը մնում է մեր այս գործընկերների, 3 կուսակցությունների, 7-8 հասարակական կազմակերպությունների, անհատ փորձագետների հավաքական ջանքի վրա, թե շարժվի, էլի, կառավարություն շարժվի, մի քանի կանգնած տեղ է, հերիք եղավ, փոլ եղավ բան։ Եվ իհարկե այս ամբողջի կարևոր հանգրվան է հաջորդ տարվա ազգային ժողովի ընտրությունները, որից էական բան է կախված։ Ես ոչ մի լավատեսություն չունեմ, այսինքն այն ինչ կասեմ մարդիկ լավատես կհամարեն, ես համարում եմ, որ իրատեսական բան է ասելիքս, որ նահանջ չի լինելու։ Ես շատ քիչ հավանական եմ համարում նահանջը այն նվաճումներից, այն մակարդակից, ինչ մենք ունենք։ Այս ընտրակաշարքի երևակումները, որ մենք տեսնում ենք, սրանք ես ավելի շատ ռուդիմենտալ արձագանք եմ նկատում, էլի, հա, հնից եկած փորձում են ինչ-որ հին մեթոդը քշել առաջ, էլի, առաջ աշխատել է, բերեք հիմի նորից փորձենք աշխատեցնել, ինչ-որ չափով կաշխատի ըստ երևույթին, երևի, հա, որտեվ այդ մշակույթը շատ խոր արմատներ ունի ցավոք, բայց պիտի հաղթահարենք, ժողովուրդ ջան, կարելի է աչք քաշել կանգնել, էլի, ուղղակի green card-ը Կանադայից, ինչ-որ հրավերներ շնորհակալություն ձեզ բոլորիդ ուշադրության համար կներեք, ես արդեն խոսում եմ 3 ամիս։